Ես այդ դատավարություններին երբ որ գնում եմ, իմ ամբողջ ուշադրության կենտրոնում բացի այսպես ասած ահաբեկիչներից, սրբազան ահաբեկիչներից, այդ պետական մեղադրողներն են, դատախազներն են, այդ 3 տղամարդիկ աջ կողմում նստած, որոնք չգիտեն ուղղակի իրենց գլուխը որտեղ մտցնեն։ Ամբողջ դատավարության ընթացքում հետևում եմ իրենց գործողություններին, դեմքին, կարմրած, սարսափելի հոգեբանական վիճակում, իրենք այդպես այդ դատավարության ժամանակ նստում են։ Դատավորի մասին չեմ ասում, որովհետև այդ անհարմարությունը զգում եմ, բայց ինձ թվում է ինքը այդ առումով մի քիչ ավելի կոփված է։ Այդպես եմ զգում ես։ Համաձայն եմ այն առումով, որ միջազգային կառույցների, գրասենյակների մոտ պետք է պարբերաբեր ակցիաներ իրականացնել, անկախ նրանից նրանք այսօր ինչպես կարձագանք են, իրենք պիտի Հայաստանում այդ անհարմարությունը զգան։ Սվիտալսկին, որ ժամանակում այդ հեղափոխության գլխավոր դիրիժորն էր եւ բեմադրիչը, այսօր պիտի տեսնեն իրենց արածի հետևանքները, ինչ են արել Հայաստանում եւ ինչպիսի տեսք ունի Հայաստանում իրենց բերած իրական ժողովրդավարությունը։ Արսինե Խանջյաններին չմոռանանք, հա, այն Արսինե Խանջյաններին, այո, հետո Մագոյաններին, Սերժ Թանկյաններին։ Դրանք բոլորը պետք է սա անընդհատ հիշեն, հա, այս կորուստների մեջ իրենք մեծ դերակատարում ունեն։ Այո, իրենց պետք է դիմել, որպեսզի իրենց կարծիքը հայտնեն Հայաստանում այս պահին գոյություն ունեցող ժողովրդավարության մասին, իդեմս Լիդիա Մանթաշյանի եւ մյուսների։